Հայաստանը հետևում է Եվրամիությունում առկա անվտանգային դիլեմաներին եւ քննարկումներին, այն ընտրություններին, որոնց առջեւ կանգնած է Եմեն։ Եվրոպական միության, Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին ունեցած ելույթում նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այս քննարկումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, որը բնորոշվում է հետաքրքիր զարգացումներով եւ փոփոխություններով, նաեւ բազմաթիվ անորոշություններով։ Ես սա ասում եմ ոչ միայն Հայաստան-Եվրամիություն երկկողմ գործընկերության դինամիկ զարգացման մասով, այլև հաշվի առնելով գլոբալ եւ տարածաշրջանային միտումները, Եվրամիության ներսում առկա անվտանգության դիլեմաները։ 4 տարի առաջ հիբրիդային պատերազմի պայմաններում Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ, ընդգծեց Միրզոյանն ու հայտարարեց, որոշ իմաստով ժողովրդավարությունը մեզ համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլև երկրի անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Նույնիսկ գոյաբանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը հետևողականորեն պահպանել է իր ժողովրդավարական ուղին։ Այս ուղին արտացոլվել է կառավարության քաղաքականության մեջ, հիմք հանդիսանալով լայնածավալ բարեփոխումների իրականացման համար, ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ավելի ամուր պաշտպանությանը, եւ մենք արդեն ունենք կոնկրետ արդյունքներ։ Այդ արդյունքներից վերջինը մեջ բերեց արտգործնախարարը, լրագրողներ առանց սահմանների վարկանիշում Հայաստանի գրանցած էական առաջընթացն է։ Մեր երկիրը բարելավել է դիրքը 9 կետով եւ այժմ 34-րդ հորիզոնականում է, նույնիսկ ԵՄ անդամ պետություններից առաջ։ Միրզոյանը խոսեց նաեւ դիվերսիֆիկացման ուղղությամբ Հայաստանի համարձակ քայլերի մասին։ Հայաստանը ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հունվարին մենք ստորագրեցինք ԱՄՆ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնակարգը, ինչը նշանավորեց պատմական հանգրվան մեր գործակցության մեջ։ Մենք նպատակ ունենք զարգացնելու այս հարաբերությունները նաև ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։ Մեր երկիրը նաև ակտիվ քայլեր է ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Միրզոյանը մատնանշեց Նիդերլանդների հետ ունեցած արդյունքները, երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը, ապա անդրադարձավ Միացյալ Թագավորության հետ ռազմավարական երկխոսությանը։ Այժմ մենք ավարտին ենք հասցնում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը, հեռանկարային մի փաստաթուղթ, որը ռազմավարական առաջնահերթությունների եւ իրականացվելիք ծրագրերի միջոցով նոր մակարդակի կբարձրացնի մեր գործակցությունը։ Արարատ Միրզոյանը կարևորեց նաև դիմակայունություն եւ այդ ծրագրով ԵՄ-ից ստացած աջակցությունը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Փաշինյանին այցելել Բրյուսել քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Անհրաժեշտ են ստեղծարար լուծումներ դուրս գալով ավանդական մոտեցումների շրջանակներից։ Դրանք օրինակ կարող են ներառել ինքնավար առևտրային միջոցների կիրառման հնարավորություն, Հայաստանի նոտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների դեմ պայքարի գործիքներով օժտելը, նաեւ ուժեղացնել մեր ընդհանուր դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ եւ այլ գործնական քայլեր։ Ներկայում Եվրոպական միությունը ներգրաված է Հայաստանի անվտանգային օրակարգում ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր եւ Երևանը ողջունում է առաքելության մանդատի երկարաձգումը։ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումը անցյալ տարի նշանակալից նվաճում էր։ Մենք արդեն խնդրել ենք շարունակել հիմնադրամի միջոցով աջակցությունը 2025 թվականին։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այս օգնությունը ոչ միայն Եվրամիության քաղաքական կամքի հստակ դրսևորումն է ընդլայնելու եւ խորացնելու մեր գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը դժվարին ժամանակներում։ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից, կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, նաև դիտարկել էներգետիկ անկախություն ապահովող այլընտրանքային ուղիներ։ Ելույթի մի հատված էլ Միրզոյանը նվիրեց խաղաղության թեմային, նշեց՝ խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ եւ ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը, թեև դեռ պարզ չէ արդյոք Ադրբեջանը ունի անկեղծ մտահոգություններ, թե արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։
Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը, թե Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե իրենց հրապարակային հայտարարություններում։ Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք ակտիվորեն առաջ ենք մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքներով։ Այս նախաձեռնությունը առաջարկում է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները եւ կապուղիները գործեն այն պետությունների ինքնիշխանության եւ ազգային իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են եւ հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։ Մենք խաղաղության խաչմերուկը համարում ենք լիովին համադրելի ԵՄ համաշխարհային դարպասի եւ Միջին Միջանցքի գաղափարների հետ, ընդգծեց նախարարը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին նշեց, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է։ Մենք արդեն ձևավորված եւ ինտենսիվ գործակցություն ունենք մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ։ Մեր գործակցությունը Իրանի հետ հավելյալ ռազմավարական խորություն է հաղորդում։ Պարսից ծոց Սև ծով միջանցքի միջոցով մենք կարող ենք նպաստել տարածաշրջանային լայն փոխկապակցվածությանը, կապելով Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը ծոցի երկրների հետ եւ Անդին։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ ու ռազմավարական ներգրավվածությամբ, ելույթը եզրափակեց Միրզոյանը։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։